Թեհրանը պատասխանել է Դոնալդ Թրամփի նամակին, որով Միացյալ Նահանգների նախագահը հորդորել էր վերսկսել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Թե ինչ է գրված պատասխան նամակում, արտգործնախարար Աբբաս Արաղչին չի բացահայտել, բայց ակնարկել է, որ Թեհրանը նախընտրել է ոչ մերժելու, ոչ էլ համաձայնելու տարբերակը։ Պատրաստ ենք անուղղակի շփումների, ասել է Արաղչին ըստ իրնագործակալության։ Մեր քաղաքականությունն է մնում չներգրավվել ուղիղ բանակցություններում Միացյալ Նահանգների կողմից առավելագույն ճնշման քաղաքականության պայմաններում, միաժամանակ, ինչպես եւ անցյալում, ոչ ուղղակի բանակցություններն այս դեպքում էլ կարող են շարունակվել։ Հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի գլխավոր քաղաքական խորհրդականը ևս հայտարարել է, թե Իսլամական Հանրապետությունը չի փակում բոլոր դռները եւ պատրաստ է անուղղակի բանակցությունների Միացյալ Նահանգների հետ։ 1979-ի իրանական հեղափոխությունից հետո դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրները նամակները փոխանցել են միջնորդների, Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Օմանի միջոցով։ Ուղերձը Թեհրան ուղարկելուց առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, կամ Թեհրանը կհամաձայնի բանակցել, կամ հարցը կլուծվի ռազմական ճանապարհով։ Նրանք շատ են հզորացել եւ արել են դա շատ արագ, հսկայածավալ նավթ են վաճառել Չինաստանին եւ մյուսներին, որոնք դա չէին գնում, երբ ես նախագահ էի, քանի որ մենք ասում էինք՝ մի գնեք այդ նավթը, մենք պարզապես չենք ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան։ Պաշտոնավարման առաջին շրջանում Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս էր եկել գերտերությունների եւ Իրանի միջև կնքված միջուկային համաձայնագրից։ Այս հունվարին Սպիտակ տուն մտնելով էլ հրամանագիր ստորագրել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները առավելագույն մակարդակի հասցնելու մասին։ Այս պայմաններում բանակցություններն անիմաստ են, արձագանքել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Թրամփը հայտարարում է, թե ուզում է բանակցել, հետո նույն վայրում ստորագրում ու հայտարարում դավադրություններ, որոնք նպատակ ունեն ծնկի բերել այս երկիրը, ու հետո ավելացնում, թե բաց են բանակցությունների համար։ Թե կոնկրետ ինչ է առաջարկել Միացյալ Նահանգների նախագահն իր նամակում, մինչ այս պահը չի գաղտնազարդվել։ Միացյալ Արաբական Էմիրությունների բարձրաստիճան դիվանագետը, սակայն ով Թեհրան էր հասցրել այդ ուղերձը, տեղական լրատվամիջոցներին ասել էր, որ այն սպառնալիքներ է պարունակում, միաժամանակ հնարավորություններ։ Դոնալդ Թրամփի մերձավոր արևելյան հարցերով խորհրդական Ստիվ Վիտկոֆը ևս առանց բովանդակությունը գաղտնազերծելու որոշ մանրամասներ էր բացահայտել օրերս տված հարցազրույցում, ընդգծելով. չնայած ռազմական լուծման գնալու մասով Միացյալ Նահանգների վրա հսկայական ճնշում կա, բայց Դոնալդ Թրամփը նախընտրում է նախ բանակցությունների հնարավորությունը փորձել։ So with that all said, he wrote that letter. And why did he write that letter? For people who aren't aware of the letter, can you just roughly describe what it said? Իրանին ուղղված նամակը մոտավորապես ասում է. ես խաղաղության նախագահ եմ, մենք այս խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պատճառ չունենք, մենք պետք է խոսենք, պետք է փարատենք թյուրըմբռնումները, պետք է ստեղծենք վերահսկման ծրագիր, որպեսզի որևէ մեկը մտահոգություն չունենա, թե ձեր միջուկային արտադրանքը կարող է միջուկային զենքի վերածվել։ Ես կուզեի, որ այդպես էլ լիներ, քանի որ սրա այլ ընտրանքը ամենևին լավը չէ։ I'd like to get us to that place because the alternative is not a very good alternative. That's a rough encapsulation of what was said, roughly. Ըստ ամերիկյան պարբերականների նամակը Իրան հասցնելուց առաջ Սպիտակ տունը ճեպազրույց է անցկացրել դաշնակիցների, այդ թվում Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների հետ ներկայացնելով դրա բովանդակությունը։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ անանուն մնալու պայմանով ամերիկյան պարբերականներից մեկին հայտնել է, որ մարտի սկզբին Թեհրան ուղարկված նամակով Դոնալդ Թրամփը Իրանին 2 ամիս է տվել միջուկային ծրագրի շուրջ նոր գործարք կնքելու համար։ Հստակ չէ այդ ժամկետի հաշվարկը սկսվում է նամակը ստանալու, թե հնարավոր բանակցությունները մեկնարկելու Եթե բանակցությունները ձախողվեն, Իսրայելն ու Միացյալ Նահանգները սպառնում են թիրախային հարվածներ հասցնել Իրանի 2 Նաթանզի եւ Ֆորդոյի ընդհատակյան միջուկային օբյեկտներին։ Այսօր Իրանի խորհրդանի խոսնակը սպառնացել է այդ դեպքում Թեհրանն էլ ամերիկյան ռազմաբազաները կթիրախավորի։ و از هیچ تهدیدی نمی‌ترسیم اما آمریکایی‌ها خودشان می‌دانند Եթե ամերիկացիները հարձակվեն Իրանի սրբությունների վրա, ողջ տարածաշրջանը կպայթի վառոդի տակառի նման, նրանց ու նրանց դաշնակիցների ռազմաբազաներն անվտանգ չեն լինի։ کل منطقه را منفجر می‌کند آن وقت پایگاه‌های آنها و متحدانشان
در امان نخواهم بود. Չդադարեցնելով ռազմական հռետորաբանությունը կողմերը ըստ փորձագետների այժմ կուլիսներում բանակցությունների հնարավորություններ են փնտրում։ Իրանական կողմին նաև երկրի տնտեսական վիճակն է դրան հարկադրում։ 3 օր առաջ ընդամենը Իրանի ազգային արժույթը հերթական անգամ գահավիժեց դոլարի նկատմամբ հասնելով մինչ օրս արձանագրված ամենացածր ցուցանիշին։ Սա լուրջ հարված է մի երկրում, որտեղ ազգային արժույթը վերջին կես տարում շուրջ 50%-ով արժեզրկվել է, գնաճն էլ հասնում է տարեկան 40%-ի։ همین زمزمه جنگ باعث Պատերազմի մասին այս շշուկներն են բարձրացնում դոլարի փոխարժեքը, իսկ եթե պատերազմի ուղղությամբ մի չնչին բան լինի, դոլարն էլ ավելի կարժևորվի։ مسلما اگر یک کوچکترین اتفاقی بخواد بیفته خب دلار بالاتر میره. قطعا تاثیر بسزایی داره. Անշուշտ դոլարի վայրիվերումը հսկայական նշանակություն ունի հատկապես չքավոր խմբերի համար, քանի որ մեծ մասի աշխատավարձերը ռեալով են եւ երբ ապրանքների գները բարձրանում են, դոլարի թանկացման պատճառով ապրուստը շատ դժվար է դառնում։ Այս ֆոնին Իրանի բարեփոխական գործիչներից շատերն են հորդորում իշխանությանը գնալ Ամերիկայի հետ բանակցության տնտեսական պատժամիջոցները վերացնելու համար։ Պահպանողական ու առավել ծայրահեղական թևը մինչդեռ պնդում է ճիշտ հակառակը։ Իրանն այլևս ժամանակ չունի եւ պետք է օր առաջ ամրապնդի միջուկային կարողություններն ու պատրաստվի ռազմական դիմակայության։ Այսօր Թեհրանում տասնյակ հազարավոր ցուցարարներ կրկին փողոց են դուրս եկել մահ Ամերիկային, մահ Իսրայելին կարգախոսներով։ Հեղափոխության պահապանների մեր քաջարի զինվորները լիովին պատրաստ են հողին հավասարեցնել ձեր բոլոր բազաները մերձավոր արևելքում, ձեր նավերն ու ավիակիրները, աշխարհի երեսից ջնջելով դրանք։ Նրանք ոչինչ էլ չեն կարող անել, ինչպես մեր հոգևոր առաջնորդն է ասել, հարվածել, փախչելու ժամանակներն անցել են, եթե անգամ ուզենան հարձակվել, մենք մեկին 10-ով կպատասխանենք։ Երուսաղեմի արաբերեն անվամբ, որպես Ալ-Քուդս հայտնի այս ցույցն անցկացվում է արդեն շուրջ 40 տարի Այաթոլլահ Ալի Խոմենեիի որոշմամբ, Ռամադանի վերջին ուրբաթ օրը։ Հավաքի հազարավոր մասնակիցներն այսօր էլ ինչպես նախորդ տարիներին վանկարկել են ոչ մի փողզիչում, քանի դեռ Պաղեստինը չի ազատագրվել սիոնիստների օկուպացիայից։ Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունների համաձայնությունը, սակայն ըստ փորձագետների, հույս է տալիս, որ առաջիկայում առնվազն կողմերը կփորձեն դիտարկել զիջումների ճանապարհը, միաժամանակ պատրաստ պահելով ռազմական սցենարը։